Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը հոգատար պետություն հաղորդաշարն է եթերում, ես հիշեցնեմ, որ հոգատարը հարցականով ենք մենք գրում, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ ենք այս նախագիծը իրականացնում, այսօր խոսելու ենք կրթության մասին, ես Լիանա Խաչատրյանն եմ եւ մեր հյուրն է սոցիոլոգ Սոնա Բալասանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Լիանա։ Սոնա, շատ շնորհակալություն, որ ժամանակ եք գտել մեր տաղավար հյուրընկալվելու համար, խոսենք կրթության մասին, բայց ավելի շատ ուզում եմ այս պահին զրուցենք ներգրավվածության մասին, ինկլյուզիայի մասին կրթության մեջ, որովհետև չնայած նրան, որ կան որոշակի հստակ որոշումներ ընդունված կառավարության կողմից եւ անգամ մեր սահմանադրության մեջ ընդգրկված, իրականությունը մի քիչ այլ է։ Կրթությունը որպես հանրային ինստիտուտ մի ձև է արձանագրված եւ այլ ձև է իրականացվում գետնի վրա։ Ընդհանուր պատկերը ձեր դիտարկումով որպես սոցիոլոգ Հայաստանում որքանով կարելի է կրթությունը ներառական համարել բառից ամենալայն իմաստով, որ բոլոր խմբերը կարելի ասել ներառված են կրթության մեջ։ Խնդրեմ։ Որպես հասարակության մասին մտածող մասնագետ, պիտի ասեմ, որ կրթությունը սովորաբար վերլուծում ենք երկու տեսանկյունից՝ մշակութային եւ ինստիտուցիոնալ կառուցվածքային։ Այսինքն, անկախ նրանից, թե ինչ ֆենոմեն ենք քննարկում, ներառականություն, թե կատարողական արդյունարարություն, քաղաքականությունների իրականացում եւ այլն, այս երկու ասպեկտը շատ կարեւոր են կրթության կազմակերպման հարցում։ Առաջինը մշակույթը, այն մշակութային, այսպես կոչված իրավիճակը, որտեղ որ գործում են կրթական հաստատությունները եւ հենց ինստիտուցիան, այսինքն քաղաքական ինստիտուտ, ընտանիքի ինստիտուտ, սոցիալական ապահովության ինստիտուտ ու կառուցվածքները, որոնք որ սպասարկում են այդ ինստիտուտներին։ Հիմա կարելի է ասել, որ եթե ներառականությունը որպես երևույթ հասարակության մեջ չի ռեալիզացվում, այն նաև չի ռեալիզացվում դպրոցում ու կրթական հաստատություններում։ Իհարկե, կան պատմության մեջ դեպքեր, երբ կրթական հաստատությունները իրենք փոխում են մշակույթ, բայց դրանք արտառոց դեպքեր են, դրանք ռևոլյուցիոն դեպքեր են, դրանք հաստատ դպրոցի ուժն են արտահայտում հասարակության մեջ, ինչ որ բան փոխելու։ Սոցիալական մշակույթը առհասարակ փոխվի, որ դա հետո արտահայտվի կրթական հաստատություններում։ Ավելի պարզ ասենք, եթե մենք հասարակության մեջ, հանրույթի մեջ չենք տեսնում ներառականություն, այսինքն չենք տեսնում հատուկ կարիք ունեցող մարդկանց ներգրավվածություն հանրային կյանքում, դժվար է դա ապահովել նաև դպրոցում։ Մեր փորձը կրթական քաղաքականության այնպիսին էր, որ օրենքները գրվեցին, ուսուցիչները վերապատրաստվեցին, որոշակի աշխատակազմ դպրոցներում ներգրավվեց ներառական կրթության կազմակերպման հարցում, բայց մենք ցավոք ունեցանք լրջագույն խնդիր, մշակութային խնդիր, ծնողների կողմից ընդվզում օրինակ, որ չի կարելի, որ այդպես ճակերտների մեջ ներառականի երեխան սովորի մնացած երեխաների հետ, որովհետև դա խանգարում է, մեկը մյուսին կխանգարեն, դա ոչ վաղ անցյալում էր։ Ու դա բնականաբար քաղաքականություն իրականացնող կողմերից, այդ թվում նաև դպրոցից, լուրջ ներդրում է պահանջում, որպեսզի փոխվի արժեք, փոխվի մշակույթ, փոխվի ներառականության նկատմամբ մոտեցում։ Այսինքն, եթե հասարակության մշակութային փոփոխություն չակնկալենք, դպրոցում նման փոփոխությունները շատ դժվար կլինի ապահովել։ Ինչու ենք սա անում։ Կներեք, էլի որ ընդհատեցի խոսքը, բայց միշտ այս հարցը կա եւ ինքը չի բարձրաձայնվում կարծես օդի մեջ, հա։ Իսկ նույն ծնողները երբ որ բողոքում են, ասում են դե ներառական ջուր կարիքներ ունեցող երեխաները կարող են առանձին սովորել, այդպես արդյունավետ կլինի, ում է պետք, ինչու ենք դա անում, ո՞րն է նպատակը այսքան ներառականության առհասարակ հասարակության համար էլի։ Դե էլի մշակութային խնդիր, իսկ ինչպես ենք մենք սահմանում ներառականությունը, ով կարիք ունի ներառման, ով է խոցելի։
Եթե սոցիալական գիտությունների տեսանկյունից նայենք, բոլորն են խոցելի։ Ամեն մեկը խոցելիության մի առանձնահատկություն ունի։ Դա կարող է լինել սոցիալ-տնտեսական խնդիրներ, կարող է լինել քաղաքական դիրքորոշում, կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ, ընտանիքի երեխա, կարող է լինել գենդերային հարցերում զգայուն երեխա, կարող է լինել առարկայի տեսանկյունից զգայուն երեխա։ Այսինքն, եթե մենք դրան նայենք որպես մշակութային երևույթ, մենք կհասկանանք, որ յուրաքանչյուր երեխա ունի ներառման կարիք։ Այստեղ հենց ինքը արդեն կարծրատիպացված է մոտեցումը, եթե մենք կարողանում ենք համապատրաստից սահմանել, թե ով է ներառական կրթության համար աշակերտը եւ ով ոչ։ Այստեղ արդեն պիտակավորման եւ այդպես սահմանման խնդիր կա։ Եթե մենք նայենք ներառական մշակույթի տեսանկյունից, յուրաքանչյուր երեխա ունի ներառման կարիք։ Եվ ներառական միջավայրը ինքը հենց միջավայրի մասին է, ոչ թե առանձին թիրախավորված երեխաների կամ նրանց ծնողների մասին, հա։ Եվ սա արդեն մյուս կողմից ապահովում են կառուցվածքները կամ քաղաքականությունը կամ ինստիտուտը, դպրոցի մոտեցումը, դպրոցի քաղաքականությունը, որովհետև մի բան է ծնողին համոզել, որ այդպես ճիշտ է մարդասիրական տեսանկյունից, եւ մեկ այլ բան է ասել, որ դա օրենքն է։ Դա քաղաքականությունն է Հայաստանի Հանրապետության եւ դա քաղաքականությունն է դպրոցի։ Այստեղ արդեն բնական է ֆորմալ ոչ ֆորմալ մոտեցումների փոխհարաբերությունների բախումներ կարող են լինել, բայց յուրաքանչյուր ինստիտուցիոնալացման գործընթաց եւ առհասարակ պետության կառուցում այստեղ կրթության տեսանկյունից ենթադրում է այդ բախումների արկայություն եւ հաղթահարում, երկխոսություն, քննադատական մտածողություն եւ պատկերացումների փոփոխություն, ի վերջո հանրային կոնսենսուս որևէ երևույթի նկատմամբ, որպեսզի այդ կառույցը լինի ֆունկցիոնալ, այս դեպքում դպրոցը։ Մի այլ խնդիր Հայաստանում հիմա ասում եմ գենդեր բառից շատերի մոտ տարբեր նյարդային բջիջներ են ակտիվանում, բայց այդուհանդերձ չեմ կարող խուսափել այդ բառից եւ այս խնդիրը ձևակերպել, հարցնել։ Ես հիշում եմ տարիներ առաջ ձեռքիս տակ հայտնվեց թուրքական պետության մի դասագիրք, որի ետևում փոքրիկ sense նշան էր դրված աղջիկներ դեպի դպրոց, հա, այսպես կանչեր, եւ ինձ բացատրեցին, որ սա ինչ որ պետական ակցիայի շրջանակներում է, քանի որ կա որոշակի հաշվարկներ, որ աղջիկների մի մասը կրթություն չի ստանում, առնվազն ինչ որ տարիքից հետո կրթություն չի ստանում եւ պետությունը փորձում է խրախուսել աղջիկների ներգրավվածությունը կրթական դաշտ։ Հայաստանում կարծես նման խնդիր չունենք։ Եվ առհասարակ, երբ որ առաջին հայացքից նայում ենք, մենք դպրոցներում կամ բուհերում, կրթական հաստատություններում սերի հետ կապված ոչ մի խնդիր չունենք։ Այդպես է արդյոք սոցիոլոգիայի տեսակետից ինչ պատկեր է, խնդրեմ։ Միգուցե քանակական տվյալի տեսանկյունից, աղջիկների եւ տղաների հանրային կրթության մեջ ներգրավվածության տեսանկյունից, այո, խնդիր չունենք, բայց որակական տեսանկյունից մենք ունենք խնդիրներ, մասնավորապես ազգային փոքրամասնությունների աղջիկները կամ ընդհանրապես եթե խոսենք վաղ տարիքում ամուսնության խնդրի մասին, միգուցե եւ վաղ տարիքում ամուսնացած աղջիկը շարունակում է գնալ դպրոց, գնալ համալսարան, առաջին կուրսերում, բայց ինչպիսին է նրա կրթության որակը, որքան է ինքը կարողանում առաջնահերթություն տալ եւ իրացնել իր կրթության իրավունքը, դա արդեն առանձին հարց է, որը այսպես դեպք առ դեպք ուսումնասիրում են մասնագետները եւ այդտեղ շատ խնդիրներ կան, շատ, որովհետեւ հանրայնորեն կանանց նկատմամբ սպասելիքները, որպեսզի նրանք ավելի այդպես մայր լինեն, շարունակեն իրենց ընտանեկան
հոգսը գրել եւ միևնույն ժամանակ սովորել կամ սովորել այնպես որ դա չխանգարի իրենց մայր լինելուն, աղջիկ լինելուն կամ տնային գործերը հասցնելուն, այդ ճնշումը միանշանակ կա։ Չեմ ասում, որ այնտեղ ֆիզիոլոգիական, կենսաբանական նաև հարցեր կան, որ աղջիկները ամուսնության պարագայում անկախ իրենցից, զուտ կին լինելու հանգամանքը այդտեղ կա, ու դա կարող է խանգարել կրթության իրացմանը, մասնավորապես հղիության ընթացքը, որոշակի էլի ֆիզիոլոգիայի հետ կապված հարցեր կան, որոնք նաև պետք է հաշվի առնվեն կրթության գործընթացում, որովհետև այսպիսի առանձնահատկություններ կան։ Սկսած այսինքն արժեքներից եւ ավանդույթներից եւ կենցաղը կազմակերպելու այսպես առօրյայից մինչեւ շատ կարեւոր կանանց խնդիրներ, այդպես չեն բարձրաձայնվում, չեն հաշվի առնվում եւ դա հավասարություն չէ։ Երբ որ ասում ենք հավասարություն, դա չի նշանակում, որ մենք չպետք է խոսենք կանանց ներգրավվածության կարևորության։ Դե տեսեք, ես հիմա մի հատ օրինակ հիշեցի, այ որ ասացիք, հենց իմ ուսանողական կյանքից մենք ունեինք դասախոս, որը շատ հետևողական էր կրթության հարցում, եւ ես հիշում եմ, երբ նա գրականության դասախոս էր, նախապես ասում եմ, ծանր մաթեմատիկա չէր, մի անգամ պարզապես հրաժարվեց գնահատական դնել, այսինքն ընդհանրապես ստուգարկ դնել հղի աղջկան, ուսանողուհուն։ Պատճառը հետևյալն էր, աղջիկը պատրաստ չէր։ Որպես պատճառաբանություն նա նշում էր բնականաբար իր ֆիզիոլոգիական վիճակը, որ ես ինձ լավ չեմ զգացել, ես չեմ պատրաստվել եւ այլն։ Եվ շատ լուրջ դիլեմա էր, ծավալվել գոնե իմ բուհում, մի կողմը ասում էր, որ դե գիտես ինչ կա, անկախ քո ֆիզիոլոգիական վիճակից դու պետք է սովորած գայր, եթե չես եկել, բարի եղիր, չես սովորել, ուրեմն պետք է չստանաս դուգարկ։ Բայց հաջորդ խումբը ընդդիմադիր կողմը, այսպես ասենք, նշում էր, որ դե հիմա ֆիզիոլոգիական վիճակը պետք է մարդու հաշվի առնել։ Չունեն նման խնդիրներ տղաները, որտեվ առհասարակ չունեն նման խնդիրներ, իսկ այս աղջիկը ունի, կարող է շատ ծանր է եղել, իրոք վատ է իրեն զգացել եւ այլն եւ այլն։ Եվ սա իրոք ծանր հարց է, որ խորանում ես։ Բնականաբար իրավունքների իրացման գործընթացները իրար չպետք է հակասեն։ Եվ հենց ինստիտուտներ ու կառուցվածքները դրա համար են զարգանում, որպեսզի դեպք առ դեպք լուծումներ տան դիլեմաների, խնդիրների ու յուրաքանչյուր ուսանող եւ աշակերտ ինքը այդ իրավունքները ունի։ Հիմա եթե անհրաժեշտ է տարկետում կամ եթե անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված դուրս մնալ process-ից, մարդը հետ դարձի խնդիր պետք է չունենա։ Այսինքն գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ մարդիկ կարողանան ազատ իրացնել իրենց կրթության իրավունքը։ Կրթական process-ի կազմակերպման ամբողջ բարդությունը հենց դրանում է, որ այն կարողանա ապահովել համապատասխան կրթական միջավայրը առանձին ուսանողների ու աշակերտների համար։ Եթե դպրոցի մասին ենք խոսում, շատ կարևոր խնդիր կա Հայաստանում, որը ես բազմիցս բարձրաձայնում եմ, ուսուցիչը Հայաստանում կին է։ Դա էլ հակառակ կողմն է, օրինակ տղաների համար ասում են այդ ռոլ մոդելը, այդ չի ձևավորվում, ինքը որպես մարդ, որպես քաղաքացի ձևավորվում է մի միջավայրում, որտեղ միայն կանայք են իրեն սովորեցնում։ Դե ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությամբ օրինակ դպրոցներում կամ կրթօջախներում այդպիսի խնդիր դժվար թե լինի, որովհետև այդտեղ կան տղամարդ ուսուցիչներ, բայց եթե նայենք ընդհանուր հանրային դպրոցի վիճակագրությունը, թվերը խոսուն են եւ 80 ավել տոկոս տարբեր տարիներ կան մենք 90% ներկայացվածություն ունենք կանանց ուսուցչության մեջ։ Ինչ է սա նշանակում։ Որ աշխատավարձերը բարձր չեն։ Բարձր չեն աշխատավարձերը, ընդհանրապես բուժքույրական գործը եւ ուսուցչությունը ոչ միայն Հայաստանի պարագայում, ընդհանրապես աշխարհում ֆեմինիզացված, այսինքն կանանց ներկայացվածությունը առավելապես ապահովող մասնագիտություններն են, եւ սա խնամքի ինստիտուտի խնդիր է, այսինքն խնամքը երեխաների
հասարակությունը վստահում է Եվ ընդհանրապես մարդկանց խնամքը վստահում է կանանց։ Եվ հակառակը կանայք ներգրավում են ավելի մանկավարժական, ուսումնական եւ այդպես խնամքի քույրական աշխատանքներում, որովհետեւ դա ավելի կնոջը հարիր է, կանացի է եւ այլն։ Եթե մենք խոսույթը փոխենք, արդեն իսկ մեծ գործ արած կլինենք մեր երկրի համար, եթե սկսենք նայել ուսուցչությանը եւ այդ մասնագիտություններին ոչ թե որպես խնամքի ինստիտուտի մաս, այլ որպես մասնագիտական հանրույթ, որպես շատ կարևոր հաստատության ներկայացուցիչ մասնագետ։ Այդ խնդիրը նաեւ ինքնաընկալման դաշտում էլ կա խնդիրը, որ ավելի շատ մտածում ես, որպես ուսուցիչ մտածում ես ավելի լավ մարդ մեծացնես, դաստիարակես, այդ դեպքում ավելի այդպես մայրական, մոտեցում ես ցուցաբերում մասնագիտությանը, բայց եթե մտածում ես, որ դու լավ մասնագետ ես, ուրեմն զարկ չես տալիս, ավելի այդպես կին լինելու կամ մայր լինելու խնդրին դպրոցում, այլ կատարում ես մասնագիտական աշխատանքդ։ Վերապատրաստվում ես, ավելի ես ինքդ քեզ նայում որպես քաղաքացի, ով իրականացնում է կարևոր գործառույթ հանրության մեջ։ Այստեղ մի քանի խնդիրներ եմ ես տեսնում, ինձ ուղեք, եթե այդպես չէ։ Թիվ 1 խնդիրը, չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ասում են, որ կա այսպիսի երևույթ, եթե ինչ-որ մի ոլորտ շատ ֆեմինիզացվում է, դա մի տեսակ խուսափողական վարք է ձևավորում տղամարդկանց մոտ։ Չմտնենք այստեղ հիմնականում կանայք են, որ հետագայում խնդիրներ չունենանք, չգիտեմ, ինչ-որ բանի հետ։ Երկրորդ պատճառը չափից դուրս շատ է լարվածությունը տղամարդ երեխա հարաբերությունների մեջ, սոցիալական ընկալումները, այդ լարվածության մեջ, նա կարող է խփել, նա կարող է լինել ագրեսիվ երեխայի նկատմամբ, չնայած իրականում կինն էլ կարող է լինել, այստեղ ոչ մի խնդիր չկա, նաև այսինքն որոշակի սեռական ոտնձգություններ կարող են լինել, այսինքն տղամարդը որոշում է դառնալ ուսուցիչ, օրինակ, չգիտեմ, միջնակարգ ուսումնական հաստատությունում, նա անգամ եթե դա իրեն բանավոր չասվի, որոշակի կասկածամիտ հայացքների այսպես թե այնպես բախվելու, այսինքն ինքը նաև պետք է այդ հոգեպես պատրաստ լինի այս ամեն ինչին դիմակայելու համար։ Եթե հաշվի առնենք, որ դրա դիմացն այնքան էլ խոշոր գումար չի ստանալու, այնպես ռիսկերն ու վտանգների այդ շահերի բալանսը մի տեսակ դեպի ոչ այնքան մեզ համար գրավիչ կողմ է, էլի թեքվում։ Տեսնում եք ինչքան գենդերային հարցեր կան Հայաստանում կրթության հարցում։ Որպես սոցիոլոգ, երբ որ գնում եմ հետազոտելու դպրոցները, ճիշտ ասած, ինձ մոտ այդ ցանկություն է առաջանում տեսնելու մասնագիտական խնդիրներ, որտեղ առաջին հայացքից այն խնդիրները, որոնք աչքս դառնում են, իրական հենց գենդերային են։ Իրական հենց փոխհարաբերությունների դաշտում են, սկսում ես տեսնել կանանց հանրույթ, տեսնում ես տղամարդկանց, այո, քիչ ներգրավվածություն, տեսնում ես մոտեցումների տարբերություն աղջիկ եւ տղա աշակերտների միջեւ, տեսնում ես փոխհարաբերությունները աղջիկ-տղա, որոնք որ շատ տիպիկ ձևով արտահայտում են կին-տղամարդ հարաբերությունները հասարակության մեջ։ Սոցիոլոգները ասում են, որ դպրոցը փոքր հասարակություն է, այսպես կոչված մակետն է այն հասարակության, որի մեջ որ գործում է։ Եվ դա ես արդեն մասնագիտական հայացքով միգուցե նայելուց եմ տեսնում, բայց դա աչք է զարնում միանգամից։ Ու այո կան այդ խնդիրները, ու խնդիրները բազմաչափ են, բազմաթիվ ասպեկտներ կան այստեղ ներգրավված։ Տղամարդը չի ուզում դառնալ ուսուցիչ, որովհետև աշխատավարձի խնդիր կա, որովհետև այո կլիշեի կամ պիտակավորման խնդիր կա, որ դա կանացի աշխատանք է եւ միևնույն ժամանակ կանայք են ստացնում ուսուցչության աշխատանքը, որովհետև իրենց ամուսինները կամ հանրությունն է նրանց դրդում անելու այդ այսպես կոչված կանացի աշխատանքը։ Բայց եթե նայենք պատմությունը եւ եթե նայենք հայկական կրթական պատմությունը, մենք կտեսնենք, որ չէ, Տեր Թոդիկի կերպարը կան վարժապետներ,
լուրջ Խաչատուր Աբովյանի կերպարը կա ի վերջո Տեր-Թոթիկը լավագույն կերպարը չէ Դե ուզում եմ ասել նաև պատմության մեջ մենք ունենք այո շատ հակասական տարբեր կերպարներ ովքեր տղամարդիկ են եւ պատմականորեն Հայաստանի հայ մարդու համար խնդիր չէ ուսուցչի տղամարդ լինելը Այստեղ նորանկախ մեր երեխեքին լույս կտամ Ավելի շուտ նորանկախ Հայաստանի, հա, հետ սովետական Հայաստանի խնդիր է այս ուսուցչության այդպես ֆեմինիզացիան եւ տղամարդկանց ներգրավվածության բացառումը։ Հիմքում սոցիալականներ։ Միանշանակ հիմքում եւ կրթության կազմակերպման գործընթացն է, որ իրոք շահավետ չէ աշխատանքը եւ շատ ջանք է ենթադրում եւ այո այդ խնամքի ատրիբուտների արկայությունն է որոնք ավանդաբար մեր հասարակության մեջ առնվազն նորանկախ Հայաստանի պատմության մեջ չեն վերագրվում տղամարդուն խնամքին անպայման կմոտենանք ես այս հարցի շուրջ ուզում եմ առանձին խոսալ որովհետեւ իմ կարծիքով այդ խնամք բառի տակ տենց շատ խորը բաներ են թաքնված, բայց դուք ձեր խոսքի մեջ ասացիք, որ մոտեցումների տարբերություն կա աղջիկներին եւ տղաներին։ Իսկ մե շատ ցածր դասաներում դա երևի չի զգացվում, երևի ինչ որ պահից։ Ինչ նկատի ունեք, ինչ մոտեցումների տարբերություն կա։ Նկատի ունեմ դաստիարակչական մոտեցումները, երբ էլի ընդունված կերպարների մեջ ենք փորձում տեղավորել աշակերտներին, նաև կրթական գործընթացում։ Օրինակ, եթե աղջիկ երեխան որոշակի տարբերվում է ընդունված այդ դերային ստերեոտիպից, իր հանդեպ կարող է ուսուցիչը ավելի, չգիտեմ, խիստ լինի, նկատողություն անի եւ այլն, հա։ Այո, աղջիկ ես ավելի համեստ եղիր, տղա ես լաց մի լինի տղա ես այ նման արտահայտությունները մեր մեջ ուղղակի կան եւ մենք այնքան ենք սովորել այ մշակութային իմաստով այնքան ենք արդեն սովոր նման մոտեցումների որ չենք տեսնում որ այդտեղ իրականում խնդիրներ կան այո աղջկան կանացի դաստիարակություն տալ տղային ավելի որպես տղամարդ մեծացնելու ցանկություն ունենալ նման երևույթները իրենք ավելի բնորոշ են այդ ընտանիքի ինստիտուտին, խնամքի ինստիտուտին եւ ոչ իրական պրոֆեսիոնալ դպրոցական համայնքին բայց մեր դպրոցում այս մոտեցումները առկա են սկսած քննարկումից թե աղջիկները ինչ կարող են հագնել, ինչ կարող են ինչ չհակնեն, ինչ վարք դրսևորեն, ինչպես խոսեն, որ առարկայից լավ լինեն, որ բայց նույնը նաև տղաների հանդեպ, այսինքն ամեն մեկին իրա կարելի եւ չկարելին է, էլի։ Այո, կան օրինակ իմ դիտարկումներում նոթեր ունեմ տարբեր դպրոցների դիտարկումներից, երբ որ տեսնում եի, որ օրինակ տղային ասում են, որ չպիտի թույլ տաս, որ կինը քեզնից խելացի լինի։ Պիտի խելացի լինես։ Հա, օրինակ ես էլ եմ լսել ամոթանք են տալիս տղային, որ չես ամաչում, չգիտեմ, Լիլիթը մաթեմատիկան քեզնից բարձր է ստանում։ Այո։ Օրինակ։ Okay, հա։ Այ նման մոտեցումներ իրենք իրական արտահայտում են այդ հասարակական փոխհարաբերությունները, մշակութային առանձնահատկությունները հասարակության, որոնք տեղափոխվում են դպրոց եւ տեղափոխվում են աննկատ, դրանք գրված չեն եւ չեն էլ կարող միջև վերջ գրվել իրականում կառուցվածքներն ու ինստիտուտները սպասարկում են մարդկանց, բայց չեն կարող միջև վերջ ամբողջությամբ փակել բոլոր կանոնները մշակութային, որով որ հասարակությունը ապրում է։ Խնամքի մասին օրերս տենց հասարակ զրույցի մեջ մի այսպիսի արտահայտություն լսեցի, որը տենց կիսահումորային էր իհարկե ասված, բայց շատ մտածելու տեղիք է տալիս։ Մի ծանոթ ասաց, որ հայ ընտանիքը իր տղային ուղարկում է համալսարան, որ նա փողոցներում չմնա մինչև ամուսնանալ։ Կիսահումորային էր ասված, նույնը եւ աղջիկների մասին, դե վաղուց էր ասում աղջիկների մասին, որ ինչ որ բանով զբաղվի, սովորի, մինչեւ կտեղավորվի կամ ուսնանալ հիմա արդեն տղաների։ Ու ես նկատում եմ գոնե իմ անձնական նկատում, որ ուսումնական հաստատությունները կամանց տեղերից, կենտրոններից, որտեղ մարդը գնում է, չգիտեմ, գիտական աշխարհայացք ձևավորելու
ի սկզբանե գոնե 20-րդ դարում այդպես էր, չէ, որոշակի գիտության մասին գիտելիք ստանալու նման միջավայրից վերածվում են ինչ որտեղ երեխան անցկացնում է օգուտով իր ժամանակը մինչև տնեցիկ աշխատանքից կվերադառնան սոցիալիզացվելու եւ օգուտով անցկացնելու ժամանակ։ Կրթությունը այս տրանսֆորմացիան նման հակում ունի։ Կրթությունը, դպրոցը, համալսարանը, կրթական հաստատությունը պատմականորեն ինչ որ առումով հանդիսանում է նաև շարունակությունը ընտանիքի ինստիտուտի, այ մարդկային փոխհարաբերությունների, երբ որ ասում ենք, որ կրթական հաստատությունը փոքր հասարակություն է, հենց դա նկատի ունենք, որ այդտեղ հնարավոր չի խուսափել մարդկային շփման մեջ մշակույթի արտահայտումից։ Եվ դրանում է կրթության եւ չնաշխարհիկ լինելու առանձնահատկությունը եւ պրոբլեմատիկ լինելու առանձնահատկությունը։ Դրանում է դրա ամբողջ բարդությունը։ Եվ կրթական գործընթաց կազմակերպել նշանակում է հասկանալ այն հանրույթը, այն հասարակությունը, որտեղ այդ կրթական հաստատությունը գործառնում է, եւ այն խնդիրները, որոնք որ լուծում է կրթությունը։ Այո, մի կողմից կարող են լինել տեսակետներ, որ ավելի լավ է երեխաները լավ կամ վատ կրթվեն, բայց հետ մնան, դուրս մնան, փողոցային այդ ենթամշակույթը չծավալվի, լինեն կրթական հաստատություններ, բայց մյուս կողմից դա ուղղակիորեն դեպրոֆեսիոնալիզացիա է կրթական հաստատության։ Ու այդ երկու գործընթացները իրար հետ զուգահեռ գործում են։ Պարզապես պետության կառուցումը եւ կրթության ինստիտուցիոնալացումը կամ կրթական համայնքը պրոֆեսիոնալ դարձնելու միտումը ենթադրում է, որ մենք սկսենք այն որպես այդպիսին ընկալել։ Եթե մենք կրթություն ընկալում ենք որպես ուղղակի ժամանցի վայր, որտեղ ավելի լավ է, որ երեխան աշակերտը ուսանող գտնվեն, ապա բնականաբար մեզ այդքան էլ հետաքրքիր չէ կրթության բովանդակությունը, կրթության որակը, այդտեղ կարևորը ինչ որ պահի դիպլոմ ստանալ եւ այդպես իմիտացնելն է, կրթություն։ Բայց մենք նաեւ գիտենք, որ քաղաքակիրթ աշխարհը, պետության զարգացումը ենթադրում է որակյալ կրթություն, որակյալ կրթական հաստատություններ, որակյալ գիտություն։ Դա անverջ պայքար է, բայց այստեղ էվոլյուցիան է ցույց տալիս, թե մենք որքան ի վերջո ուշադրություն ենք դարձնում կրթությանը որպես մասնագիտական համայնքի եւ որքան ենք տուրք տալիս խնամքի եւ ընտանիքի ինստիտուտի խնդիրները լուծելուն։ Լուրջ սոցիոլոգիական մասնագիտական հարց է։ Արդյոք դպրոցը հանդիսանում է ընտանիքի ինստիտուտի հավելվածը, թե այն ինքնուրույն սոցիալական ինստիտուտ է։ Մեզ մոտ Հայաստանում ես էլի, հենց որպես սոցիոլոգ ուղղակի ինձ եթե այդպես չէ, որպես ծնող, ով ունի դպրոցում երեխաներ եւ հետաքրքրված է ընդհանրապես կրթական խնդիրներով։ Ես եթե հերվից նայենք կրթության գործընթացին, գոնե այսպիսի տենդենց եմ տեսնում։ Կա հանրակրթությունը, որը որոշակի, չգիտեմ, ասում են խորհրդային միության ժամանակ բավականին լավն է եղել, գոնե բավարարել է շուկայի պահանջները եւ այլն, մասնագիտական շուկայի մասն է խոսքը։ Եվ այսօր այդ հանրակրթությունից կարծես թե ինչ որ առանձնակի սպասելիքներ մարդկանց մեծ մասը չունի, դրա համար ավելի շատ որպես ընդհանուր դաստիարակչական, սոցիալական զարգացման տեղ են դիտարկում, երեխան կգնա եւ ինչպես ասենք, խնամքը նրա կապահովի, մինչև որ տեսնենք ինչ երնելու։ Եվ կան արդեն մասնավոր կրթական հաստատություններ, որոնք վաճառում են ձեր ասած որակյալ կրթությունը։ Որակյալ է կրթությունը, թե չէ, սա երկրորդական հարց է, որքանով է հանրային կրթությունը անորակ, սա էլ երկրորդական հարց է, մենք խոսում ենք կլիշեների մասին, մենք խոսում ենք այդ բրենդինգի մասին, որ կա հանրային մտածողության մեջ։
Եվ այսպիսով երեխան կարող հաճախ հանրակրթական դպրոց ինչ որ մի քիչ զարգանա եւ երբ որ արդեն մասնագիտական կողմնորոշման ժամանակը գալիս է ծնողները արդեն ջանում են մի լավ դպրոց մասնավոր հնարավորինս ավելի մասնավոր ու ավելի թանկ տանել, որպեսզի նա ստանա որակյալ կրթություն։ Այստեղ երկու հարց։ Առաջինը, արդյոք այս պատկերը, որ ես ձեզ նկարագրեցի, հա, սոցիոլոգի տեսակետից նույնպես համապատասխանում է իրականությանը, եւ երկրորդը, եթե այո, ստացվում է, որ Հայաստանում կրթությունը հանրային բարիքից, հանրային իրավունքից կամած սողում է դեպի առավելության դաշտ, պրիվիլեգիա հայերեն։ Ես ավելի կոնկրետ կասեմ, էլիտար, ահա։ Ես գտնում եմ, այո, իմ մասնագիտական կարծիքն է, միգուցե կարող ենք այն նաև սուբյեկտիվ էքսպերտային համարել, բայց այո, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում հանրակրթության էլիտիզացիա, եւ դրա հենց նախապայմանը այն է, որ սոցիալապես, տնտեսապես ապահով ընտանիքի երեխան կարողանում է իրեն թույլ տալ մասնավոր կրթությունը, որակյալ ավելի լավ կրթությունը, իսկ այդպես ավելի անապահով ընտանիքների երեխաները կամ այն ընտանիքների երեխաները, ովքեր չեն գտնում, որ պիտի այդ բարձրակարգ այդպես որակյալ կրթություն տան երեխաներին, այլ հանրակրթությունը բավարար է, նրանք գնում են հանրային դպրոց։ Սա հոգատար պետության համար լրջագույն խնդիր է, որովհետև եթե պետությունը անհանգստանում է իր քաղաքացիների հանրակրթության մասին, հանրակրթության էլիտիզացիան ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես աշխարհում բերում է արդեն իմացված խնդիրների, դա է սոցիալական հստակ շերտերի բևեռացում, սոցիալական ստրատաների տարբերակումը, որովհետև այդտեղ առաջանում է ավելի էլիտար երեխան իր ամբողջ միջավայրը մոտավորապես իր ֆինանսական, հա, իր ընտանիքի ֆինանսական աստիճանի հավասար են, այսինքն ինքը ամբողջ կյանքում փոքր ժամանակ շփվում է ինչ որ մարդկանց հետ, ովքեր ֆինանսապես իրեն հավասար են, մեծանում է, ընկնում է իրեն էլի հավասար միջավայր եւ մյուս սոցիալական շերտերի հետ շփում պարզապես չի ունենում կամ ունենում է շատ քիչ։ Եվ տարբերությունը այստեղ հիմնականում նրանում է, որ երեխան հաճախում է այս մասնավոր դպրոցը, դա նշանակում է, որ երեխան հաճախում է լավ կրթական հաստատություն, իսկ երեխան հաճախում է հանրային դպրոց, դա նշանակում է, որ նա ստանում է սովորական իր բոլոր խնդիրներով, հա, առանձնահատուկ հանրային դպրոցական կրթություն։ Բայց որքանով է սա այսպես, որքանով ենք մենք չափում երեխաների աշակերտների կատարողականը եւ որտեղ է Հայաստանի Հանրապետությունը գտնվում առաջընթացի տեսանկյունից, շատ հետաքրքիր հարց է։ Եվ բանից պարզվում է, որ մեր հանրակրթությունը այդքան էլ վատ չէ եւ այն երեխաները, ովքեր իրենք լավ են սովորում, իրենք իրենց վրա աշխատում են, հա, իրենք իրենց կրթությունը կարողանում են կազմակերպել ինքնուրույնաբար, նրանք հասնում են հաջողությունների, ու այստեղ էական գործոններ չեն պետական կամ մասնավոր հաստատությունը, այդ էլիտար կամ հանրային կրթությունը, այստեղ ամենաէական գործոնը աշակերտի ինքն իր ունակությունների օգտագործումն է եւ միջավայրի օգտագործումն է ի օգուտ իրեն։ Այստեղ նորից գալիս ենք մշակույթի, որովհետեւ սովորելը, կրթվելը մշակութային երևույթ է։ Որքան ենք մենք եւ ընտանիքում եւ կրթական հաստատությունում սովորեցնում, օգնում երեխաներին սովորել եւ որքանով ի սկզբանե կա կրթությունը արժևորելու եւ կրթվելու ցանկությունը սովորողի մոտ։ Այս դրանք այսպեսի բարոյախոսական հարցեր են, որոնք շատ կարևոր են, երբ որ մենք վերլուծում ենք ի վերջո կատարողականը։ Ի վերջո տեսնում ենք, թե որտեղից են, այսպես դուրս գալիս այն աշակերտները, ովքեր լուրջ ձեռքբերումներ ունեն։ Եվ տեսնում ենք, որ այդպիսի աշակերտներ կան եւ էլիտար դպրոցներում, եւ հանրային դպրոցներում, վիճակագրությունը իհարկե չի հավաքվում, մենք չունենք առանձին դպրոց, արտդպրոց, եթե հավաքենք միտեղ կունենանք, դպրոցում կա այդ վիճակագրությունը, բայց դեպք առ դեպք ենք ավելի շատ նայում, ուսումնասիրում, թե որ դպրոցում ինչ կատարողական կա աշակերտների մոտ, ինչ մոտեցումներ կան, եւ դա ուղիղ կապ ունի մեթոդի հետ, դպրոցում
ընդունված դասավանդման մեթոդիկայի հետ։ Այդպես դեպքերով կարող ենք ուսումնասիրել, դա այն է, ինչ հասարակագետները իրականացնում են իրական Հայաստանում, մենք նայում ենք դեպք առ դեպք, որովհետև ամեն առանձին դպրոց ունի իր ենթամշակույթը, իր մոտեցումները եւ իր կատարողականը։ Ես հիշում եմ, ցավոք չեմ հիշում այդ մասնագետի անունը, Սեմ Հարիսի ոդքասթներից մեկում էր, պատմեց ականջս ծակեց, էր շատ հետաքրքիր, Անգլիայում, Մեծ Բրիտանիայում էին արել հետաքրքիր ուսումնասիրություն, ուրեմն առաջին փուլով վերցրել էին մասնավոր դպրոցի երեխաների, այսինքն թեստ էին անցկացրել եւ հանրային դպրոցի երեխաներին էին թեստ անցկացրել եւ հանել էին միջին գնահատականը։ Մասնավոր դպրոցների երեխաների մոտ միջին գնահատականն ավելի բարձր էր եղել։ Բայց հետո մտածել են, որ մի րոպե մասնավոր դպրոց հանրային դպրոցի ամեն աշակերտ չի, որ կարող է ընդունվել։ Մասնավոր դպրոցը ունի ֆիլտրեր։ Եվ հանրային դպրոցում այդ մասնավոր դպրոցի ֆիլտրերը կիրառել են հանրային դպրոցի աշակերտների հանդեպ։ Այսինքն վերցրել են հանրային դպրոցի այն աշակերտներին, ովքեր ունեն պոտենցիալ ընդունվելու մասնավոր դպրոց, այսինքն անցնում են այդ ֆիլտրերի միջով։ Եվ կրկին անգամ արդեն այդ ֆիլտրերի միջով հանրային դպրոցի աշակերտներին եւ մասնավոր դպրոցի աշակերտներին տվել էին թեստեր, այս անգամ գնահատականները նույնն էին եղել։ Այսինքն բարձել են, որ հանրային դպրոցի այդ միջին վիճակագրական բարձր գնահատականը պայմանավորված է ավելի շատ ոչ թե դրանով, որ երեխաներին ավելի լավ կրթություն են մատուցում, այլ որովհետև ֆիլտրեր գոյություն ունեն։ Մասնավոր դպրոցը ամեն աշակերտի չի վերցնում։ Ընդհանրապես սոցիոլոգները ասում են հաբիտուսը շատ կարևոր է, թե ինչպիսին է մեր կրթությունը։ Իսկ հաբիտուսը ինքը միայն կրթական հաստատությունը չի, ինքը այն ընտանիքն է, որում երեխան ապրում է, մեծանում է, սոցիալիզացվում է, այն օգնող այդպես սիստեմն է, որը որ երեխային հասանելի է կամ հասանելի չէ, օրինակ լեզվի ուսուցում, առանձին առարկաներին ավելի ուշադրություն դարձնելու հնարավորություն, խմբակների հաճախում, շատ նաև կենսաքիմիական առանձնահատկություններ կան, չէ՞ որ մենք խոսում ենք աշակերտների մասին, ովքեր անցնում են լուրջ զարգացման փուլեր, այդ թվում դեռահասությունը, այդպես կան ուսանողներ, որ վաղ ամուսնության փուլեր են անցնում հենց սովորելուն զուգահեռ ու այստեղ շատ կարևոր նաև առանձնահատկություններ կան կենսաքիմիական, թե որքանով են մարդիկ կոգնիտիվ իմաստով, նաև նախադպրոցական փուլում էլի կոգնիտիվ տեստեր կան հատուկ աշխարհում հայտնի, որով չափում են երեխաների ընկալունակությունը ու կզարմանանք, բայց կախված նրանից թե ինչ նախաճաշ կերավ երեխան այդ օրը առավոտյան, ինքը այլ կերպ կարող է իրեն դրսևորել մաթեմատիկայի դասին կամ լեզվի դասին, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Եվ ինչպիսին է նրա սննդակարգը, դա կարող է ազդել իր կոգնիտիվ ընդհանուր պատկերի վրա։ Տեսնում եք ինչքան Եթե դու աղքատ ընտանիքից ես եւ ամեն օր ուտում ես նույն բրինձը, քո մոտ հաստատ թեստերի արդյունքները կտարբերվեն, էլի։ Այստեղ այնքան բազմաչափ է այդ դրա համար երբ որ ասում ենք հաբիտուս, հենց նկատի ունենք եւ ապրելակերպը, եւ սնունդը, եւ առողջ ապրելակերպը, եւ մշակութային զարգացվածությունը, եւ նրան հասանելի ինտելեկտուալ ռեսուրսները, կախված նրանից թե տանը ինչ ինտելեկտուալ ռեսուրս կա կամ ինչ մոտեցում կա կրթությանն ու աշխարհաճանաչողությանը, փոխվում է երեխայի հնարավորությունները սովորելու։ Ու այս ամենը հաշվի առնող դպրոցն է, որ ստեղծում է այդ ներառական միջավայրը ի վերջո։ Այսինքն դպրոցը այն հաստատությունն է, որը շատ կարևոր է, որ ռեֆլեքսիվ լինի այն հանրույթի նկատմամբ, որը կրթվում է դրանում։ Եվ եթե իհարկե կան այդտեղ փորձարական ծրագրեր կան, այո, էլիտար հաստատություններ կան, որոնք որ առանձնահատուկ կրթություն են տալիս, բայց մեծ հաշվով եթե խոսում ենք պետության մասին եւ եթե խոսում ենք մեր հանրության համար որակյալ կրթություն, որակյալ դպրոց ստեղծելու մասին, ապա այս ռեֆլեքսիվությունը, թե մենք ինչ մշակութային հանրույթի հետ գործունենք եւ ինչ կառուցվածքային ինստիտուցիոնալ միջոցներով կարող ենք զարգացնել մեր դպրոցը, սա ամենակարևոր հարցն է այդ կրթական ինստիտուտը կայացնելու հարցում։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, այդուհանդերձ վերջում ուզում եմ այսպիսի մի քիչ ֆունդամենտալ հարց տալ։ Ես երևի մի
5 տարի առաջ չէի պատկերացնի, որ կարող է նման հարց առհասարակ առաջանա, բայց այսօր ես տեսնում եմ նման դիսկուրսներ առհասարակ, հա, սոցիոլոգիայի տեսակետից հանրության ինչին է պետք հանրակրթությունը, հա, այդ հանրամասսայական զանգվածային կրթությունը, որտեվ կա հիմա դիսկուրս, որ դե թող չլինի, թող, չգիտեմ, ով չի կարողանում չսովորի, ընդհանրապես չսովորի կամ սովորի 3-4 տարի հերիքը Դե դա նոր չէ, իրական կրթության սոցիալ-պատմական զարգացումը եթե նայենք, ոչ միայն Հայաստանում, աշխարհում ընդհանրապես այսպիսի դինամիկա գոյություն ունի, որքան պետությունը ավտորիտար է, որքան քաղաքական համակարգը պարտադրող է, այնքան կրթական հաստատությունները կենտրոնացնում են իրենց ձեռքում ուսանելու, դասավանդելու, ուրեմն ուժը, այսինքն կրթական հաստատությունները սկսում են պրոյեկտել այդ պետության կառուցվածքի իրենց մեջ։ Ի վերջո իշխանությունն է որոշում, թե ով, որքան եւ ինչ որակով կարող է եւ պետք է կրթվել։ Սա առանձնահատկությունն է ավտորիտար ռեժիմների, եթե նայեք նույն սխոլաստիկայի ժամանակ ինչպես էր կրթությունը կենտրոնացած էր եկեղեցիների ձեռքում եւ կրոնական իշխանության ուժներ կրթելը։ Իսկ այդտեղ կրթվում էին դոգմատիկ կրթությամբ, այնպիսին ինչպիսին որ պետք էր այդ հասարակությունների կրոնական եւ քաղաքական էլիտաներին։ Կրոնական քաղաքական էլիտաները կբաժանենք, կստանանք երկու տարբեր համակարգ, բայց էլի համակարգները իրենք են թելադրում, թե ով եւ ինչ որակով եւ ինչպես է կրթվում։ Ժողովրդավարություններին բնորոշ է հանրային կրթությունը եւ կրթությունը բոլորի համար որպես իրավունք իրացնելու մոտեցումը։ Եվ որքան ավելի շատանում են ոչ ֆորմալ կրթական տարածքները, այսինքն ոչ ֆորմալ ինտերնետային տարածքում կրթվելու, on-line ծրագրեր վերցնելու, ինչից է պետք ինստիտուցիոնալ բուհական կրթությունը, ես կգնամ մեկ ծրագիր կավարտեմ եւ կիրականացնեմ ծրագրավորման աշխատանք կստանամ այսքան գումար, հա։ Այ ինչքան ոչ ֆորմալ եւ դա արդի արդեն հասարակությունների խնդիրն է, որ ինչքան ոչ ֆորմալ տարածքներն են մեծանում, այնքան կրթական հաստատությունները կորցնում են այդ որոշելու եւ կրթությունը տալու իշխանությունը։ Հիմա այստեղ շատ նուրբ սահմաններ կան եւ այստեղ արդեն մենք կարող ենք խոսել կրթական process-ի պետական սահմանները հատելու մասին, կարող ենք խոսել պետության կողմից կրթության նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին ու եթե ապաներով խոսենք, եթե մենք ժողովրդավար չենք ուզում լինել, ապա այո, հանրային կրթությունը մեզ այդքան էլ կարևոր չէ։ Մեզ կարևոր են այն հաստատությունները, որտեղ մենք մեր իշխանական դիրքերից ելնելով որոշում ենք, թե ով ինչպես եւ ինչ որակի կրթությամբ կրթվի։ Եվ մեզ ինչքան է անհրաժեշտ այս մասնագետը, այն մասնագետը, որպեսի ծառայի համապատասխան իշխանական պետական կարիքներին։ Եթե մենք ընտրում ենք քաղաքակրթման եւ ժողովրդավարության ճանապարհը, ապա հանրակրթությունը անխուսափելիորեն ճանապարհն է դեպի ավելի քաղաքակիրթ, ավելի ժողովրդավար պետություն։ Իսկ եթե արդեն անկառավարելիից ենք խոսում, դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ դա գլոբալ խնդիր է։ Գլոբալ յուրաքանչյուր պետության խնդիր է, որովհետև ոչ ֆորմալ կրթական տարածքները այսօր արդեն պետական վերահսկողությունից դուրս են։ Դա ճիշտ այնքան վերահսկելի է, որքան համացանցն է վերահսկելի պետության կողմից։ Էլի կարող ենք խոսել վերահսկող մեխանիզմների մասին եւ սահմանափակել ոչ ֆորմալ կրթության տարածքը, բայց այդ մեխանիզմը աշխատող է, որքան ոչ ֆորմալ տարածքը ավելանում է, այնքան կրթական պետական հաստատությանը ավելի դժվար է լինում իրացնել իր կրթելու իշխանությունը։ Ոչ ֆորմալի մեջ ի դեպ, որը եւ այս միտքը ինչ որ չափով, այսպես ասենք, ծորում է դեպի նաեւ մասնավոր, ոչ միշտ, բայց երբեմն, նաեւ կա այսպիսի պահանջատիրական նոր դիսկուրս
ուղղված կրթությանը եւ դա ավելի շատ կրթություն շուկա կապի մասին է, հա։ Ես վերջերս պարզապես բռնացրեցի այն մտքի վրա, թե ինչքան շուկայական տնտեսական բառեր ենք մենք օգտագործում կրթության հետ կապված եւ կրթությունը չի տալիս բավարար գիտելիք, որպեսզի, չգիտեմ, լավ մասնագետներ տա։ Հարցը ցակում, իսկ արդյոք բազային կրթությունը լավ մասնագետ տալու մասին է, որովհետեւ ի սկզբանե նա կարծես թե զարգացած քաղաքացի տալու մասին էր, իսկ արդեն քաղաքացին ինքը կորոշի, ինքը կդառնա լավ մասնագետ, թե չի դառնա։ Դե երևի պետք է տարբերել ֆունդամենտալ կրթությունը հավելյալ վերապատրաստող բուհերի նկատմամբ վերաբերմունքից եւ արդեն իջնում է դեպի դպրոց։ Ավագ դպրոցում ավելի նկատելի է, միջնակարգում տենց կիսատ բրատել է։ Ես կիսում եմ ձեր դիտարկումը, Լիանա ջան, բուհերում, ակադեմիական հաստատություններում կա այդպիսի միջին մասնագիտական ավելի հաստատության առանձնահատկություններ դրսևորող նաև տարածքներ, կան ֆակուլտետներ, որտեղ ավելի շուտ արհեստանոցի է դա նման, դա չպետք է իրականում լինի ակադեմիական հաստատության մեջ, բայց կան այդպիսի տարածքներ, որտեղ այդպես արագ, մատչելի, խիստ կիրառական կրթություն է մատուցվում, ավելի գրագետ ձևը կլինի ճիշտ տարանջատումը միջին մասնագիտական, նախնական միջին մասնագիտական կրթության եւ ակադեմիական կրթության միջև, տարանջատումը վերապատրաստման դասընթացների եւ ֆունդամենտալ կրթության։ Դրանք դասակարգումներ են, որոնք կրթությունը նաեւ առանձին գիտություն է։ Եվ այդ գիտության մեջ դա բազմիցս ուսումնասիրված է, չկա այդպիսի ռեցեպտ բանաձև, որ կարող է աշխատել մեկ պետության համար կամ մեկ հանրության համար, բայց կան բազմաթիվ փորձեր, որտեղ մարդիկ տեսել են, թե ինչպես է, ինչքանով է օրինակ կարևոր միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական կրթությունը որևէ հասարակության համար։ Երբ որ այդ տրամաբանությունները խախտվում են եւ կրթական հաստատությունները դրսեւորում են տարբեր տիպի կրթական հաստատությունների առանձնահատկությունները, դա ի վերջո վնասում է այդ ինստիտուցիոնալացման գործընթացին, որովհետև խախտվում են սահմանները ակադեմիական բուհի եւ միջին մասնագիտական կրթության միջև, խախտվում են սահմանները հանրային բարիք ստեղծող, հանրային դպրոցի եւ էլիտար շրջանակների ծառայող էլիտար կրթության միջև։ Այդ համամասնությունները, տիպաբանությունները հենց այնպես չեն դրված գիտության մեջ։ Դրանք նրա համար են, որ մենք կարողանանք տարանջատել եւ կառավարել գործընթացները, կառավարել լավ իմաստով, ադմինիստրատիվ եւ մենեջմենտական իմաստով։ Իրական ոչ մի վատ բան չկա նրա մեջ, որ կրթությունը շուկայականացվում է։ Այդտեղ վերապատրաստման հարցեր են առաջանում։ Շատ կարևոր է, որ մարդիկ բարբերաբար վերապատրաստվեն, կածառայեցնեն իրենց ստացած գիտելիքները իրենց պրակտիկ աշխատանքին, դա ըստ էության պրոֆեսիոնալիզացման, հասարակության պրոֆեսիոնալիզացման մաս է։ Այստեղ խնդիրը այդ տարանջատումների լղոզված լինելու մեջ է, որը այո, վաղ թե ուշ բերելու է խնդիրների։ Ի վերջո նույն դիպլոմով ակադեմիական հաստատությունը ավարտած փիլիսոփան եւ այդ նույն հաստատությունը ավարտած խիստ կիրառական գիտելիք ունեցող ուսանողը բախվելու են։ Եվ ինչ որ առումով նաև առաջանալու է որոշակի տեղերում մասնագետների դեֆիցիտ, որոշակի տեղերում մասնագետների ավելցուկ, դա այո, բոլորս գիտենք, թե ինչքան կարևոր խնդիրների է բերում մեր կոնկրետ մեր դեպքում։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Մենք արդեն մոտ 50 րոպե զրուցում ենք, իրականում թեման անսահման է։ Իսկապես Հա, իրոք անսահման է, կարելի է ժամերով խոսել, հա, պետք է մեզ այսպես ուժի կիրառմամբ կանգնեցնենք։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, այսօր խոսեցինք կրթության մասին, սոցիոլոգ Սոնա Բալասանյանի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Լիանա։